-20 աստիճան ցուրտ, ձնաբուկ, իսկ ներքևում սոված գայլեր։ Նրանք խցկվել են ճոպանուղու վրա։ Կարող են արդյոք ողջ մնալ։ Ընդամենը մեկ սխալ որոշում, եւ մահն անխուսափելի է։ 3 ընկերներ՝ Էմման, Ջոնը եւ Դենին, գնում են դահուկային հանգստավայր արձակուրդն անցկացնելու։ Մոտենում էր գիշերը, հանգստավայրը պատրաստվում էր փակվել, սակայն նրանք համառում են եւ վերջին անգամ բարձրանում ճոպանուղով, բայց հենց այդ պահին մի սխալ է տեղի ունենում։ Օպերատորին թվում է, թե բոլորն արդեն ներքևում են, եւ նա անջատում է ճոպանուղին։ Այժմ նրանք հայտնվել են թակարդում, սաստիկ ցրտին, գետնից 50 ֆուտ բարձրության վրա։ Հանգստավայրը փակ է լինելու հաջորդ 5 օրերին։ Չկա ոչ մի օգնություն, ոչ մի հեռախոսակապ։ Ցուրտն այնքան ուժեղ է, որ նրանց մաշկը սառչում կպչում է երկաթին։ Ամեն վայրկյան նրանց արիությունը կոտրվում է։ Այնուհետև Դենին որոշում է ցած թռչել, բայց դա դառնում է նրա ամենամեծ սխալը։ Ներքևում միայն ձյուն չէր, այլև սոված գայլերի ոհմակը, որը հենց նրանց էր սպասում։ Կարող են արդյոք Էմման ու Ջոնը փրկել իրենց ընկերոջը։ Հաջորդը Ջոնի հերթն էր։ Նա որոշում է մերկ ձեռքերով անցնել երկաթե մալուխի վրայով։ Մի կողմում խորը անդունդն է, մյուս կողմում մահվան երախը բացած գայլերը։